Բարի գալուստ բոլորիդ, շատ ուրախ եմ, նորից իրար հետ ենք, նորից պիտի տխրենք, ծիծաղենք, ուրախանանք, հիշենք ու գնանք առաջ, հազարամյակներով եկել ենք, հազարամյակներ էլ հույս ունեմ, որ պետքա գնանք, ինչ ասեմ, այսօրվա երեկոն ինչպես գիտեք նվիրված է ամենայն հայոց բանաստեղծողուն և ինչպես միշտ երեկոն պիտի սկսենք Տեր-հոր օրհնանքով, խնդրեմ Եկեք միակ հայրներ աղոթենք մեր աշխարհի, մեր Հայաստանի և բոլորի համար խաղաղություն լինի։ Անուն Հոր և Որդու և Հոգու Սրբոյն հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղեցի անունք, եկես սեարքայություն քո, եղեցին կամքը, որպես երկինս է վերքի։ Ըսհաց մեր հանապազորը դուր մեզ այսօր և թող մեզ սպարտիս մեր, որպես և մենք թողունք մերոց պարտականած։ Եվ մի տանիրս մեզ փորձուն, այլ փրկյաս մեզ իշխարեմ։ Զիքոյ արքայություն և զորություն և փառքավիտյանս ամեն պահպանիր մեզ Քրիստոս Աստված մեր քո սուրբ և պատվական խաչի թողանում մեր քո։ Փրկիր մեզ երևելի և աներևույթ շնորհներից և արժանավոր դարձրու միշտ գողության փառավորելու քո սուրբ անունը, որ ես սուրբ հոգու հետ այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ուրեմն այսօրվա երեկոն նվիրված է, ինչպես ասացի, Սիլվա Կապուտիկյանին, ամենայն հայոց բանաստեղծողուն։ Մինչև երեկոյին անդրադառնալը ես իմ թորնիկին մի բան եմ խոստացել, Բոստոնի թորնիկս Կապուտաչյա, Կապուտիկյանի հետ էլ անունը մի քիչ Կապուտաչյան ոնց որ բռնացրեցի։ Ուզում եմ, որ այս երեկոն նվիրեմ իմներին, իմ թորնիկի 15-ամյակի կապակցությամբ, ձեր խորհրդությամբ, կարող եմ անել։ Ամենայն հայոց Սիլվային, նորոգ վերածաղկում Վանաձորի ոգու Սիլվա Կապուտիկյան, երգիչը արդար խոսքի մեսրոպյան լեզվով Սիլվա Կապուտիկյան, պատիվը մեր տան, առնական շնչով Սիլվա Կապուտիկյան, հայկազան ցեղի ռազմի երգերով Սիլվա Կապուտիկյան, քեզ գով քո օրհնանք Սուրբ Էջմիածնի լուսող խորանից։ Այս տողերը նվիրված են Սիլվա Կապուտիկյանին, ամենայն հայոց բանաստեղծողուն, տողերի հեղինակը ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն է, որը նվիրել է նրան 1994 թվականին։ Ու քանի որ սկսեցինք Վազգեն Առաջինի խոսքերով, ուզում եմ մի փոքրիկ էլ ուրեմն հույհուշ պատմեմ Սիլվա Կապուտիկյանի հուշերից, նրանք շատ մտերիմ են եղել, միշտ կապի մեջ են եղել, և Սիլվա Կապուտիկյանը պատմում է, որ տարիներ առաջ 94 թվականին, արդեն հենց նույն 94-ին, երբ որ Վազգեն Առաջինը շատ հիվանդ էր, ոչ ոքի չէր ընդունում, ոչ ոքի, և ասում է, ես համարձակություն ունեցա ընդունելություն խնդրել, ասում է, ու իզարմանս ինձ համաձայնությունը տվել էր, գալիս է, ասում է, պարկած էր, ասում է, վեհապարը, ձերքը անկողնու վրա սպիտակ, ասում է, ձերքը, ազնվական ձերքը, ասում է, դրված էր անկողնուն, ասում է, հարցրեցի վեհապար, ինչ ունես ինձ ասելու, ասեց, ոչինչ, ու լռեց, ասում է, ու երկուսով լռում էինք, երկար լռում ենք, շատ երկար լռելուց հետո, ասում է, նստած, ասում է, անընդհատ ես արդեն պիտի հրաժեշտ տամ, ասում է, ոտքի կանգնեցի, ուզում էի, ասում է, աչը համբուրեմ, ասում է, բայց չհամարձակվեցի, ու շատ անգամներ եմ, ասում է, փորձել այդպես անել, ասում է, բայց չգիտես ինչու, ասում է, ոչ մի անգամ այդ համարձակությունը չեմ ունեցել այդ աչը համբուրելու։ Այսպիսի գեղեցիկ ուրեմն հուշ ունի Սիլվան կապված նրա հետ, ու քանի որ թեման եկեղեցու հետ է կապված, աղջիկներից չեմ հիշումով պիտի արտասաներ բանաստեղծությունը նվիրված Լուսինե Զաքարյանին, այո, Սիլվա Կապուտիկյանի վատ։ Խորանի առաջ, աստվածամոր դեմ, սպիտակ մի մոմ, խոշոր ու վրձիկ, սպիտակ մի մոմ, կայց կրթում եմ նա, սպիտակ հակած պխրում մի աղջիկ, ու մոմի ծայրին ոցի փոխարեն, լույսի փոխարեն ձայն է թրթռում, հալվող մոմից սուրբ է ծորում, պահ առ պահ հատնում այրում ինքիրեն, դրսում զանգերն են ղողանջում տխուր, մայր Էջմիածնից մինչև Գանձասար,
Ծունկի է իջել ու խունկ է ծխում աղոթքով լցված մի հայ ներաշխար։ Տեր, ընդունելի արա մեր զոհը։ Տեր, քեզ է մնում մեր բախտը ու մենք։ Վարել ենք քո դեմ, մեր վերջին մոմը, դրանից մաքուր է ոչինչ չունենք։ Միշտ իմ աղջիկների համար, որոնց շատ շնորհակալ եմ ասում եմ իմ հրաշքները, սիրուններն ու գանձերը, նորից եմ ասում, որպեսզի ամեն մեկիդ համար չկրկնվեմ, այդտեղ Աննաներ ջան եւ բոլորդ եւ Տիրուհի ջան, ուրեմն իմացեք, որ դուք ոչ թե իմ, այլ մեր հրաշքներն եք, մեր ժողովրդի հրաշքներն եք։ Չգիտեմ, ձեզ ունենալով այս ժողովուրդը պիտի հարատևի, մեզ ունենալով այս ժողովուրդը պիտի հարատևի, շատ ենք ասել ձեթված բառեր են, բայց էլի ասում եմ։ Անցնենք առաջ, ուրեմն հիմա լսենք մի ուրիշ գանձեր ունենք այնտեղ նստած սպասում են, Կարինա։ Առաջին ուզում եմ Հասմիկ ջան, բոլորը ծավալեք քո Դու մեր համար, ես չեմ պատկերացնում մեր կյանքը հիմա առանց Հասմիկին, երկու բան ստեղ ունենք, եկեղեցի, Տեր-Հայր ու Հասմիկ։ Ես չեմ պատկերացնում մեր կյանքը առանց դա, որովհետև ես հիշում եմ ջան, դու որ մոտեցել ես ինձ, ես չգիտեմ 7 տարի առաջ, 6 տարի առաջ, 5 տարի առաջ ու խնդրել ես, որ ես երկեմ, ու ես ասեցի շատ վատ խոսքեր ասեցի, ձեզ այ մեջ եմ բոլորս, չեմ ուզում, չեմ ունենում այդ տրամադրությունը, չեմ ուզում։ Ու Հասմիկը նենց լավ բացատրեց, եթե ինքը սկսել ինձ ինչ-որ lecture կարդալ, ես երևի տենց էլ չի գայ, բայց ինքը նենց լավ ասեց, բոլորս տենց ենք, բոլորը այդ դեպրեսիայի մեջ են, բայց եթե մենք չենք շփվի, իրար չենք տեսնի, մենք լրիվ это մահա, մենք մահանանք, ու բանից հետո ես արդեն քո դրամատուրգիան Շնորհակալություն ամեն դեպքում լավ խոսքերի համար, բայց մի բան ասեմ, միշտ եմ ասել, սա մենակ Հասմիկի շնորհքը չի, սա ձեր բոլորի շնորհքն է, որոնց ես հայտնաբերել եմ, ուղղակի ես ասել եմ, այստեղ նստած մեկ-մեկ պատահում աչքս ընկնում է, քնում ենք։ Նույնիսկ այդ քննածներին շնորհակալ եմ, որովհետև գիտեք, շատ հաճելի է, երբ որ կա հետաքրքրությունը մեր նկատմամբ, մեր հայրենիքի, մեր տեսքի եւ ամեն ինչի նկատմամբ անցանկալի։ Շատ հեշտ առաջություն դու երկեք իմ հետ։ Չգիտեմ, միշտ ման եմ Թեկուզ վերջին անգամ Թեկուզ կայլով դժկամ Միայն արի Թեկուզ կայլով դժկամ Միայն արի Թեկուզ վերես դույից Նոր բաժանման տախից Անդարձ գնաս նորից Միայն արի Անդարձ գնաս նորից Միայն արի Անդարձ գնաս նորից
ոգի, մի տեսակ օգնված համայնք ենք։ Հույս ունեմ, որ լավ երեկո ենք ունենալու եւ քանի որ Սիլվա Կապուտիկյան ուրեմն կենսագրություն է։ Ծնվել է 1919 թվականի հունվարի 20-ին։ Ծնվել է Երևանում, որտեղ հանդիպել են նրա հայրը Բարունակ Կապուտիկյանը եւ մայրը Լիա Կապուտիկյանը Վանից փախնելուց հետո։ Սիլվա Կապուտիկյանը ինքը եղել է շատ աշխույժ երեխա, 6-7 տարեկանից ունեցել է մի նոթատետր, մոտեցել է մանկապարտեզի ուսուցչուհիներին եւ խնդրել, որ իր մասին բաներ գրեն։ Եվ հետագայում Միչայլոց այդ գրությունները պահպանված են, եղել են շատ հատկանշական։ Ուրեմն, երբ որ այս մարդիկ փախել են ու եկել են Հայաստան, նրանք հանդիպել են, նրանք ապրել են Ամիրյան 20 հասցեում, Ամիրյան փողոցը բոլորը շատ լավ գիտեք, ապրել են մի հողաշենտան, որը քանդվել է, փլուզվելուց հետո նորից վերականգնել են ու մայրը շատ փոքրիկ անկյուն է պատրաստել աղջկա համար։ Եվ ինչ է ասում է, այդտեղ հիմնականում գաղթական ընտանիքներ էին եւ հիմնականում Վանից փախած։ Ամեն բարբար եղել է Բաքվում, բայց ասում է գերիշխում էր Վանից փախած մարդկանց բարբարները։ Սիլվան հետագայում սովորել է Կրուցկայայի, հիմա արդեն Նիկոլ Աղբարյանի, եթե չեմ սխալվում, անվան դպրոցում, սովորել է բավականին լավ։ Դպրոց դասարանը եղել է ընտրյալ դասարան, ասում է բոլորը գիտնականներ դարձան, մենակ Սիլվան դարձավ, չգիտես ինչու, բանաստեղծուհի են էլ շատ լավ բանաստեղծուհի հայտնի։ 15 տարեկանում, 14 թե 15 տարեկանում ուսուցչուհու հայտնագործությամբ պարզվում է մի ոտանավոր ունի, որը մարտահրավեր է Հովհաննես Թումանյանին, ապրեք երեխեք, բայց մեզ չապրեք, բանաստեղծության հակադրությունն է։ Բանաստեղծությունը Սիլվայի բանաստեղծությունից կկարդամ շատ փոքրիկ հատված ու վերջում կասենք թե ում հետ ենք համաձայն, ես հիմա կասեմ դուք ձերը։ Թումանյանն էր ճիշտ թե Սիլվան։ Այսինքն հենց սկզբից ասեմ, իմ կարծիքով մեր ժողովրդի համար միշտ էլ Թումանյանն է ճիշտ, բայց լսենք այս տողերը։ Ես ինքս իմ եռագիրը չեմ կարողանում կարդալ, պլյուս կատազել։ Խաղաղություն ձեզ, մեր անբախտ պատեր։ Ձեզ տանջող ցավը մեզ էլ չի պատել։ Ոչ տեխնիկական թերությունից պես։ Հիմա մեր կյանքը ուրիշ է դարձել։ Էլ հիմա չունենք սիրտ մաշող դարդեր։ Ու մեր պայքարի ամեն մի ժամին ու թե հանգստին հիշում ենք մենք մեզ ու ասում այսպես, ապրում ենք հիմա, բայց էլ ոչ ձեզպես։ Ելնեք Սիլվան ճիշտ լիներ, որովհետև կյանքը ցույց տվեց, որ բոլոր ժամանակաշրջաններում միշտ էլ Հովհաննես Թումանյանը ճիշտ դուրս եկավ, այսինքն ամենայն հայոց բանաստեղծի միտքը ավելի դեպրեսիվ էր, կասեմ, կամ թե Սիլվայինը, եկնեք Սիլվայինը իրականանար, բայց ինչ անեմ, էդ է։ Վերջին հաշվով այս երեկոները արվում են հիմնականում մի նպատակի համար, ես միշտ ասում եմ իմ թորներից համար եմ անում, իմ թորները նաև ես երեխեքն են, ես դպրոցի աշակերտները, իսկ դպրոցի ամենամեծ հպարտություններից մեկը, եթե ոչ ամենամեկը, ոչ մեկ, դա Գորն է, Բեզիրկանյան, ու պիտի խնդրեմ իրանց հրաշալի մայրիկի հետ, մայրը դե Բեզիրկանյան չի, բայց ոչինչ դարձրել են։ Ուրեմն խնդրենք, որ Գորը Զարան գան ու մեզ համար երկել, պիտի նշեմ, որ Սիլվա Կապուտիկյանը ունի մանկական ստեղծագործություններ նույնպես, եւ այս երգը կոչվում է Մեղուր։ Լսենք ուրեմն Գորին ու Զարան։ Sիրուն ծաղկի վրա, տստզում է կացը ձայն, նստում սիրուն ծաղկի վրա,
հորը հրաշք է երեխեք, էսենց երեխա ունեցող ազգը պիտի ապրի, շատ եմ ասել, ու այլի ապրես բավես, ու ապրի համել կոմաման, շարունակելով Սիլվա Կապուտիկյանի կենսագրությունը, ուզում եմ անդրադառնալ, բավականին գրակ է ծնողները ունեցել, բայց հատկապես ուզում եմ անդրադառնալ հորը, Բարունակ Կապուտիկյանին, որը բավականին զարգացած մարդ է եղել եւ եղել է Կապուտիկյանի մոր դիայի ուսուցիչը օրիորդաց դպրոցում։ Այս մարդը նույնիսկ դիչաբանություններ է ունեցել մեր ժողովրդի հետ կապված հարցերում, Արամ Մանուկյանի հետ, կներեք, Վանի ուրեմն հերոսամարտի ժամանակ մեծ մասնակցություն է ունեցել։ Ինքը եղել է Մաշին Կարողի կոշկակարի որդի, բայց եղել են մյուս եղբայրների նման շատ հայտնի եղել, որին շատ պիտի անդրադառնամ, բավականին հայտնի մարդիկ են ու բավականին կրթված ու զարգացած։ Օրիորդաց դպրոցում ուրեմն դասավանդելու ընթացքում ամեն ճանաչել էի բոլոր ուրեմն աշակերտներին, բաներ եմ չէ ասում, ուրեմն Բարունակի մասին շարունակ եմ պատմել, Բարունակը իր քաղաքական հասարակական գործունեության եւ ընդհանրապես որպես լավ ուսուցիչ հայտնի է եղել ու փախի ժամանակ հայտնվել են Երևանում, ու այնտեղ ճանապարհին արդեն գտնում է կնոջը, բայց մինչև կնոջը գտնելը նա սիրում է իր աշակերտուհիներից մեկին, որին մի փոքր անց կանդրադառնանք, ամուսնանում են եւ ծնվում է նրանց միակ երեխան Սիլվա Կապուտիկյանը, նորեության շրջանում միշտ իրենց թվում է թե տղա պիտի ծնվի, բայց ծնվում է աղջիկ, բայց Բարունակը այդպես էլ չի մանում։ Սիլվայի ծնունդից 3 ամիս առաջ ինքը մահանում է։ Երևանում տարածված է լինում ուրեմն խոլերամոտիվ ու վարակվում է եւ մահանում է առանց իմանալու, որ իր աղջիկը ծնվեց։ Մայրը այնպես էլ չի ամուսնանում, ի պատիվ իրեն պիտի ասեմ, որ շատ զարգացած կին է, շատ գեղեցիկ բանաստեղծություն ունի, որը նվիրված այսօր չի հնչին, եթե հետաքրքրվի նայեք։ Ուրեմն այդ բանաստեղծության մեջ ասում է մայրս այդպես էլ մենակ մնաց, բայց ապրեց ինձ համար, ասում է, եւ որ ասում էին ամուսնացի, ասում էր Բարունակից հետո ում հետ ամուսնանա, այդքան որ սիրել է իր ամուսնուն։ Կապուտիկյան ազգանունը ընդհանրապես տարել է Կապուտաչյա բառից եւ մի հաղորդման ժամանակ լսեցի, որ այդ ազգանունն այլևս չի շարունակվում։ Ամենավերջին մարդը Կապուտիկյան ազգանունով տարիներ առաջ գալիս է Թիֆլիս եւ Կապուտիկյանի տուն թանգարանի աշխատակիցներին հրավիրում է Թիֆլիս, այնտեղ ծանոթանում են, ինչ որ տուն ուներ վաճառելու եւ նորից հետ է գնում եւ ասում է, որ ինքը վերջին Կապուտիկյան ազգանունով անձնավորություն է, վերեք ասենք վերջին մոհիկանը, չկանոտ է համապատասխանում։ Գիտեք, միշտ էլ արել եմ միջոցառումների ժամանակ, միշտ ուզում եմ անդրադառնալ մարդկանց, որոնց երբեք չենք անդրադառնալու եւ պատմությունը մոռացության է տալիս, բայց Բարունակ Կապուտիկյանի հետ կապված ուզում եմ մի անուն նշեմ, Լեյլո Սասունի։ Լեյլո Սասունին Բարունակ Կապուտիկյանը այն մարդն էր, որը Լեյլո Սասունին, Կարո Սասունիի ուրեմն կինն է, որոնք ֆիդայիներ են, քաղաքական գործիչներ են, դաշնակներ են, հայ մարդիկ են։ Ու Լեյլո Սասունին Բարունակի հետ գալիս է Հայաստան ու գալիս է այն ընթացքում, որ Հայաստանում Սարդարապատի ճակատամարտն է։ Անպայման ուզում եմ այս կնոջ մասին պատմել, որտեղ նորից ասում եմ, իրանք ինչքան հիշենք, այնքան ողջ են։ Եվ ասում է երեխան ձերքին, 3 ամսական երեխան ձերքին, ասում է զինվորի փոխանցվում է, ու ինքը կռվում էր զենքը ձերքին, իսկ հետագայում նաև դժգույրություն էր անում, որ իշխանացել էր հավաքել, որ ինչքան ուրեմն հերոս մարդիկ ունենք։ Ու վերջացնելով Լեյլո Սասունիի պատմությունը, ուզում եմ ասեմ, որ հետո ինչպես միշտ կառավարությունը գիտեք արդեն 36, 37, սկսում են հետապնդել, այս մարդիկ փախնում են Բեյրութ, 69 թվականին ցանկություն է հայտնում, որ գա Սարդարապատի հուշարձանը տեսնի, որտեղ լսում է, որտեղ ինքը մեկն էր այն մարդկանցից, որը բերել է մեկ քիչ հաղթանակներից մեկը, եւ ասում է գալիս է, տեսնում է հուշարձանը, շատ հավանում է, ետ է գնում եւ 10 օր հետո մահանում է։
մի տխուր պատմություններ սա էր, չգիտեմ, մեկը մեկից տխուր եւ ուրախ պատմություններ եք խոստանում եմ կանեմ։ Սիլվա Կապուտիկյանի տունը ինք ասնեցի շտեվանեցի, բայց իր տան դուռը երբեք չէր փակում եւ միշտ սեղանը լիքն էր։ Շատ հյուրասեր կին է եղել եւ ընտիր սպասկեղենով սիրել է շատ մարդկանց հյուրասիրել։ Օրերից մի օր դուռը զարկում են, ինչպես միշտ երբեք չի հարցնում ով է, որտեղ գիտի որ բաց է անում, գիտի որ անսպասելի պիտի միշտ գալիս են, կանգնած է ճոխ հագնված, շատ գեղեցկապես մի կին, ներս է հրավիրում, նստում են ասում է, աղջիկ անունը Սիլվան է, Սիլվան թե հա, անունը Սիլվա է, չէ, դու Սիլվա չես, դու Սիլվարդ ես, գիտես անունի ծագում է, ասում է, հա, հայրս մեկին է սիրել, ասում է անունը Սիլվարդ է եղել, ու հետագայում ասում է, ես փոխեցի դարձա Սիլվա, ու այդ մեկին է սիրել, ասում է, Սիլվարդ է եղել, դե կոչել են Սիլվարդ, ասում է, ժպտած ասեց այդ Սիլվարդը ես եմ։ Այսինքն այս կինը արտասահմանից գալիս է, գտնում է ուրեմն Սիլվային, ու պատմում է իրենց տխուր սիրո պատմությունը, ասում է, բարունակն իմ ուսուցիչն էր, ասում է, ու մենք շատ հարուստ էինք, ասում է, գրքերի մեջ գրքեր էի տալիս, որ կարդա, ասում է, սկսեց նամակներ դնել ինձ։ Ուսուցիչը աշակերտին, ասում է, դե ես էլ սկսեցի պատասխանել, ասում է, այդպես սիրում էինք իրար։ Ասում է, մինչև որ եղբայրս հայտնաբերեց, մենք խիստ հայերից եղել, եղբայրը միշտ կա, հայրը չի լինում, բայց եղբայրները կան, ասում է, եղբայրս հայտնաբերեց եւ որոշեց, որ ես պիտի չգնամ իր դպրոց։ Ու հետո էլ ասում է, գաղթը վրա հասավ, ու փախ բան ու գործնում են իրար, հետո արդեն երբ որ ասում է պարզեցի, որ Երևանում է, ասում է իմ ընտանիքը Ռոստովում էր, ուզում էի գայի, ասում է պարզեցի, որ մահացել է հայրը, թամել ամուսնացած է, ու այդպես էլ այդ մարդիկ իրար չեն հանդիպում։ Քանի որ մոր թեմային անդրադարձանք, իսկ Սիլվան իսկապես պաշտել է մորը, տատի, մորաքրոջը, լսենք Աննային մայրիկից բանաստեղծությունը, որտեղ ասում է մայրս այնքան առաքինիկին էր ու այնքան բարձր էր, որ նույնիսկ համաձայնվել էր, որ հայրս իր առաջին սիրո անունը իմ վրա, ինձ անվանակոչեն Սիլվար։ Վաղ թարամեց սիրուն գարունը, մայրին, ամփույթ մահը սերդ տարավ, շուտ տարավ, միայն ես մնացի մտերին, որպես կորած սիրո մի հուշ, հին միցավ։ Նոր բոբոջած ուրին ջահել հասակիտ, օրորոցիս վրա թեքված ծերացավ։ Դու չուզեցիր ուրիշ մի սեր, ուրիշ խինդ, աղբյուր լինի քո ջուղերին չորացած։ Դրսում կյանքներ հմայքներով կարգաչում, սիրող զույգեր ու երազներ սիրավար, դու ինձ գրկած օրոր էիր մրմնջում, մորացած սերը երազներ ու աշխարհ։ Ու մեծացա, գնով ջահել քո կյանքի, աշխարհ մտա, սիրտս անխոց ու պայծառ, ու հասկացա չարն ու բարին աշխարհքի, մայր, ծխրում է սիրող սիրտս քեզ համար։ Ախ ինչ տամ քեզ, ինչ նվիրեմ քո սիրուն, ինչ կա կյանքում հատուցունի արժանի, գիտեմ, ես եմ քո աշխարհը աշխարհում, ինձ հետ ես դու հյուսերը թիմի։ Մայր, ինձ համար փառք չեմ տենչում կյանքի մեջ, բայց կուզեի զոհողությանդ անհաս լինել արժան, լինել հերոս, լինել մեծ, որ քո կյանքը, կորած կյանքը չափսոսաս։ Պիտի ասեմ, ասում պիտի ասենք, որ ավելի լավանանք, ավելի շատանանք, միշտ համաձայնվենք, գիտեք կանի ակամ են վանքի Աննա ջան ես էլ ասեմ, շնորհակալ եմ, մի քիչ էլ պիրուղու պատճառով, որտեղ հրաժարվեց, մեկ է նինան չկա, արդեն սկսում էի բաժանել մնացածի հետ։ Քանի որ անդրադարձա Կապուտիկյանի Կապուտիկյանների գերդաստանին ու նորից ասում եմ մահացածներին ինչքան հիշենք կան, ապա անպայման ուզում եմ խոսել նաև նրա հորեղբոր Մամել Կապուտիկյանի մասին, որը
մասնագիտության ճարտարապետ էր եւ այն Կապուտիկյանն էր, այն որդին էր, որը գնաց Եվրոպայում սովորելու, այս մարդը այնքան հայտնի ճարտարապետ էր եւ այնքան կայացած, որ անգամ Իրանի շահը խնդրել է, որ իր ուրեմն պալատի ամենամեծ շատրվաններից մեկը հենց ինքն Մամվելը նախագծի, իհարկե դա չի եղել, բայց Մամվել Կապուտիկյանը Ֆրանսիայից իր չեխ կնոջ հետ որոշում է գա Հայաստան։ Եվ ինձ համար մի բացահայտում արեցի, որի համար շատ ուրախ եմ, բացվեց Աղասի Խանջյանն էլ է վանեցի, ու իպատիվ Աղասի Խանջյանի երևի ուրիշ միջոցառումների ժամանակին եմ անդրադարձել, թե ինչքան մարդ բերեց Հայաստան։ Ինչքան մարդ ցանկություն հայտնեց եւ ինչքան եկան, սկսած Թամանյանից, Պինձարովից, Մարտիրոս Սարյանից, բոլորին բերեց։ Ու երբ որ սա խնդրում էր, ասում է, ես ուզում եմ գամ Հայաստան, Խանջյանը նրան, որ ասում է, գրկապած կանչում է, ասում է, արի միացի մեր երկրի, մեր քաղաքաշինության գործին։ Ու այս մարդը իր կնոջ հետ գալիս է Հայաստան, 30-ական թվականներ, կինը ու Սիլվան ասում է, ես զարմացա, երբ որ դիմավորեցինք, ես ասեմ, որ Սիլվայի բարեկամությունը այդպես էլ մտերմությունը չի ստացվում Մամվելի հետ։ Հետագայում կպատմեմ ինչ բարձ պատճառներով են խաբված ստալինավախ, ստալինասեր մարդկանցից է եղել Սիլվան, որի համար ստղջաց ամբողջ կյանքում։ Ու ասում է, բայց ասում է, ինձ զարմացրեց մի բան, որ նրանք համաձայնվեցին մեր Հողաշեն տնակում ապրել։ Այդ ամիրյան 20-ում ասում ու ես երբ որ իրանց հետ դուրս էի գալիս, ասում է, իրանք շլապաներով, մանկական սայլակով, հովանոցներով, ասում է, ու ես պարզ ու հասարակ հագնված մի երեխա, ասում է, չէի ուզում իրանց կողքից գնամ, մտածում էի կմտածեն սպասուհին եմ։ Ու միշտ ասում է, հետ էի գնում։ Հետագայում իհարկե նրանց տուն են տալիս, սենյակ են տալիս Սևան հյուրանոցում, որ գնան ապրեն, ասում է, ճամփորդներով, որի մեջ որ եղբոր գրքերն էր, նկարներն էր, գնում են ապրելու, եւ պարզվում է, որ Իրեք տապահարեք տիկին Սուսաննան եկավ, ես իրանց սպասում եմ։ Ներում ենք, ինչպես միշտ։ Ուրեմն բանը հայտնվում է կներեք ուրախացա, որ Սուսաննան եկավ։ Ու Սևան հյուրանոցի կինը երեխայի հետ Անիտան գնում է Չեխոսլովակիա եւ այդ օրերին ձերբակալում են այս մարդուն որպես անգլիական լրտես։ Արդեն Խանջյանին է սպանել են, ոչ մի հովանավոր չունի, ոչ մի պաշտպան չունի, կինը այլևս չի վերադառնում, իսկ իրան տալիս են 8 տարվա ազատազրկում։ Հաղորդումը, որ տեղից հանել եմ սա, ու նայեցի, ցույց է տալիս այդ շլյապայով մարդուն եւ ցույց է տալիս այդ շլյապայով մարդուն եւ 8 տարի հետո այդ բերդից դուրս եկած այդ մարդուն մի սոսկալի տարբերություն է, թե ինչը կարող էր անել սովետական փրկիչ կառավարությունը մեր երկիրը ծաղկացնելու համար հետ եկած մարդկանց։ Ու պատմում են, թե ինչ եկեղեցիների ինչ նկարներ է արել, հրաշալի ստեղծագործող է եղել, ես հիմա չեմ հիշում, որևէ մեկը կհիշի, կար Հայաստանում ուսուցիչ, Երևանում ուսուցիչների տուն, ու ասում են, որ այդ շենքը հենց ինքն է նախագծել, ես հիշում եմ, որ կար, բայց շենքը չեմ հիշում, 25 տարի հետո, հիշողություն չունեմ։ Ու քանի որ անդրադարձանք Մամվել Կապուտիկյանին ու նրա հետ կապված այս տխուր պատմությանը, ուզում եմ, որ իհարկե շատ հեռու է Մամվել Կապուտիկյանի պատմությունից, բայց լսենք Սիլվա Կապուտիկյանի Միղմուշեղ Գալշույանի հիշատակին նվիրված բանաստեղծությունը Արմենակի կատարման։ Ուր ես ձերքդ մեկնում զենքին, խապված մանուկ սասնատան, լուր ու լերկ է հող ու երկինք, լուր կծկված Հայաստան, դարն ուրիշ է, դավերը այլ, գյուղն ու քաղաքը պաղած, նյութը զորեղ, հոգին տկար, հիմքի իր մեջ մակաղած, թլոլ դավթի լեզուն փակած, մարութասարը գերի, դու մտովի պատան հակած, դու ուշացած ֆիդայի, թե սպանես,
քեզ կսպանես, կընկնես մենակ, անպաշտպան, մշո սուլթան, սուրբ կարապետ, չի լինի քեզ պահապան։ Ուզում եմ այդ ուղար Արմենի հետ կապված ասեմ, որովհետև մեզանից լույս պիտի պակասի այստեղ, բայց Հայաստանը կլուսավորվի, որտեղ Արմենը գոնե հիմա ժամանակավոր, հետո չգիտեմ, գոնե մի տարով գնում է Հայաստան։ Այսպիսի տղաներ շատ ենք ուզում, շատ ենք ուզում, գոնե մի տարով։ Եկեք ծափահարենք Արմենին և ընդհանրապես մարդ տեսակ։ Ռոզվեկին հաջող չեմ ասում, տեսնենք ինչ է լինելու, ձեզ ուրախ կլինենք ընդեղ տեսնել։ Ապրես, ոչ թե դու դասայք մենք բեր մենակ ասում ենք։ Իմ երեկոյից էլ մարդ կպակասի, որովհետև ես չեմ հիշում, որ մի անգամ խնդրեմ, ամենավերջին պահին ասեմ, Արմեն ջան, ես ինչի չի գալու, կանես իհարկե, տիկին հասնում, բայց ձեզ մերժել կլինի։ Չգիտեմ, իսկապես շատ լավն է, եկեք Անիին ու իրան ծափահարենք։ Իքեման մի փոքր է շարունակեմ, ասում է ես ենքան հետ, որտեղ հետո ուրիշ շատ բաներ պիտի պատմեմ դրա հետ կապված ապաշխարող Սիլվա Կապուտիկյանից, ասում է ես այդպես էլ գալիս են ուրեմն Սևան հյուրանոցից և պետական անդամության կոմիտեից և ասում են այդ մարդկանց ամբողջ ուրեմն գույքը մնացել է հյուրանոցում։ Եկեք տարեք, ասում է ես ընդհանրապես ոչ մի ռեակցիա չտվեցի, չգնացինք, ասում է ես վախեցա ու թողեցինք այդ ամեն ինչը ու այդ ամեն ինչը կորում է ու ինքը իրան չի կարողանում ների, բայց հետո մի տեղ տեսա, որ շատ տարիներ հետո գալիս է Չեխոսլովակիա և հանդիպում է որ եղբոր կնոջը Անիտային։ Այդ մասին էլ տեսա, մի խոսքով թեման ենքան շատ էլ չգիրեմ, ենքան բան տեսա ու լսեցի, որ ուզում եմ ուղղակի ձեզ հետ կիսվել ինչքանով որ կարող եմ։ Ու քանի որ բաց թողեցինք այստեղ մի ուրիշ սովետական կառավարությունից ներված մարդու Լուսինեին կլսենք Մինաս Ավետիսյանի հիշատակին։ Այս անգամ ընտրել եմ այդ կարգի բանաստեղծություններ։ Լսում ենք Լուսինե ջան։ Կարմիր դեզեր, կիթ ու աղում, ծառի կարմիր ու տան կարմիր, այս որտեղից ջաջուղ գյուղում, այսքան առատ որթան կարմիր, գեղջուկ տներ մատուր, մագահաթի խորան ու տար, դրան շեմին լաչակը ծուր, ձեռը ծոցին մի տիրամայր, ձեռը ծոցին մի տիրամայր, խաչի վրա որդու մարմին, էլ ինչպես է այսքան պայծառ, որթան կարմիր, Նորից հրաշքներ, սիրուններ, չգիտեմ, իմ բոլորի սպարտություններ, մեր խեղճ արվեստի հզոր զավակներ։ 1999 թվականին Սիլվա Կապուտիկյանը ժամանակ առաջին անգամ հնչում է այս երգը երաժշտությունը մեծ սիրով և ներշնչանքով գրել էր Կապուտիկյանի տանմտերին բարեկամուհին Լեյլա Սարիբեկյանը։ Լսելով երգի առաջին հնչյունները տիկին Սիլվան բացականչում է. «Սա իսկական հայոց հիմնն է», բայց ինչն է հետաքրքիր, տարիներ անց մեքենայով Դերձոր անապատով անցնելիս երբ նորից լսում է երգը, հուզված ասում է, որ հատկապես Դերձորում այս երգը մի հավելյալ խորհուրդ ստացավ։ Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող, լայն աշխարհում քո գրքի մեջ ապրեմ թող, դու ամրակուր մի ամրոց ես հնավանդ, աշտարակներ տարագած ու արագած, թող ես լինեմ աշտարակի տարավնին, շուքը դարդային զապավեն հովանին, ուր էլ լինեմ, ինչ աշխարհ էլ թափարեմ, նորիցի ետ կամ քո տանիքում ծվարեմ, ու թե մերնեն քո գրքի մեջ մերնեն թող, հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող։ Հայոց աշխարհ երաժշտությունը Լեյլա Սարիբեկյանի, երգում է Լեյլա Սարիբեկյանը։ Oh
ժայռակում մի ամրոց ես մնալ Աշտարակները արագած ու արարած Թող ես լինեմ աշտարակին աղավին Շուկըտ մնա իմ աղավեն հովանին Ուր էլ թրջեմ ինչ աշխարհ թափարել Նորից ետգամ կարտոնիկում ծանավարել Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող Ու թեթևնել քո գրկի մեջ մեղմեն թող Դու ժայռակում մի ամրոց ես մնալ Աշտարակները արագած ու արարած Թող ես լինեմ աշտարակին աղավին Շուկըտ մնա իմ աղավեն հովանին Ուր էլ թրջեմ ինչ աշխարհ է թափարել Նորից եկամ Ուրեմն երեկոյին ես երևի մի տարով ավելի ասում էի նյութը պատրաստ է, բայց չեմ կարողանում, չեմ հասցնում, չի լինում, արանքում ուրիշ միջոցառումներ դրեցին ու Սիլվա Կապուտիկյանը անընդհատ հետ էր ընկնում, վերջապես այսօր հավաքվեցինք, ուզում եմ Սիլվա Կապուտիկյանին երբ որ անդրադառնում ենք, նրա դերը չափազանց մեծ է Սփյուռքի կայացման, Սփյուռքի հետ կապերի կայացման գործում, գնում է Սփյուռքում մի դպրոց, ասма երեխաների վրա այնքան էին անունները դրված, մի դասարան է հայտնաբերում, որտեղ 10 աղջիկներից 10-ի անուններ Սիլվա է լինում։ Դա խոսքս խոսքում արտասահմանում գտնվող հայերի մասին։ Ու այդ անունի հետ կապված ես մի քիչ փորձեցի ինժեներական լեզվով կարիք ձևով կանեմ, բայց Սիլվան շատ ազնիվ մարդ էր, ասի Սիլվանի դու ասա քո անուններ են, դրանց հետ չէ, բայց ես իր հետ հանդիպում ունեմ, չկարողացա համոզել, որ խաբի, արժանի դիրեկտորն է, ապրի, չխաբեց, բայց ինքը ունի Սիլվայի հետ հանդիպելու պատմություն, անունը չէ։ Ուրեմն 1996 թվականին Սիլվա Կապուտիկյանը կայցելի Թեհրան Եվ ես այդ ժամանակ 21 տարեկան եմ և գնում եմ հայրենագիտական դասընթացներին, որ մեզ համար այնտեղ քալեջ էր, որ մենք կարողանանք հայկական դպրոցներում դասավանդենք։ Ուրեմն նախքան Նիագարը ես իմիջայլոց առաջնորդարան էլ աշխատում էի հայկական առաջնորդարանում և այնտեղ մի հատ հումորով հաշվապահ ունեինք, որի կասեր հիշեք ժողովուրդ, որ Սիլվա Կապուտիկյանը եկավ, մեր Սիլվան Սիլվա Կանաչիկյանն է, չխառնեք իրար, նորմային դիտի կանչվին Սիլվա Կանաչիկյան, եկավ հայրենագիտական և ասավ, այս տեղում Սիլվա, այսինքն մեր ղեկավար ասավ, որ մենք մի հատ այստեղ Սիլվա ունենք, ասավ, կանչեք գասը նկարվի հետ, իրար հետ նկարվել ենք։ Ուրեմն չի ես ասի չես գտել, բայց ոչ մի կերպ չհամոզեցի, որ Սիլվա ջան ինչ կլինի, փոքր սուտը աշխարհը չի կործանի։ Կապուտիկյանը հետագայում պիտի գրել, ես ոչ մեկի դեմ ոչինչ չեմ գրել, Ստալինյան տարիների մասին է, ես ոչ մեկի դեմ ոչինչ չեմ գրել, սուտ վկայություն չեմ տվել, ոչ մեկի աքսորի պատճառ չեմ դարձել, սակայն ես ինձ համարում եմ այդ ամենի մեջ մեղավոր, քանի որ լռել եմ։ Մի կրկնեք այն ահավոր դարձվածքը, որ լռությունը ոսկի է, լռությունը մի դավադիր արգանդ է, որի մեջ ծնվում են մեծ ու փոքր ոճիրները։ Ծափահարենք նրան, ապաշխարեցինք։ Եվ այս դեպքում շատ գեղեցիկ մի բանաստեղծություն գտա, հիշում եմ, որ ունի լռությունը ոսկի է Գևորգ Էմինը։ Նույնիսկ մտքի շարունակությունն է, իհարկե Էմինը կապ չունի այդ պատմության հետ Սիլվայի, ասենք հավատալու, չհավատալու, բայց ուզում եմ կարդամ։ Գևորգ Էմին, որ ոսկի է լռությունը,
այդ վաղուց վաղ հայտնություն է։ Թեև ես միշտ զարմացել եմ, թեև հաճախ զայրացել եմ, սակայն հիմա հավատում եմ, որովհետև հասկացել եմ լռությունը այն ոսկին է, այն հանցանքի ծանր գինը, որ խորհող մարդ ստանում էր, երբ տեսնելով սպանումը, երբ տեսնելով կեղծն ու սուտը, քծնությունը, դաղն ու մութը, հուզվում, խոսում կամ գրում էր։ Ոչ, տեսնում էր, բայց լռում էր։ Ամուր սերտած ոչ կռվելու, այլ տեսնելու եւ լռելու ճորտին վայր հայտնությունը, թե ոսկի է լռությունը։ Հրաշալի բանաստեղծություն է։ Որտեղ շատ հրաշալի տողեր են, շնորհակալություն իրեն։ Ասեմ, որ ես երևի շատերը կփաստեք լռող տեսակը չեմ։ Դրա համար որոշեցի սա մեջտեղ բերեմ։ Չպետք է լռենք։ Եթե վերքը կա, եկեք բացենք ու մեջից այդ կեղտն ու ցավը հանենք։ Շարունակելով երեկոն, ուրեմն ուզում եմ Ռուբենը պիտի եկեր, բայց չի եկել, ուրեմն կլսենք Արտուր Էշյանի, թե աչքերս քեզ որոնեն, Հարութ Մամուկյանի, Արտուր Էշյանի երգը, Հարութ Մամուկյանի կատարմամբ։ Արտուրը հաստատ կնեղանա, բայց ոչինչ, Հարութ ավելի ջիգարում է երգում, ամեն ինչի մեջ ջիգարում է։ Սերնդակիցներից շատերը կհիշեն, որ աշխարհում ամենամեծ անաշխարհություններից մեկը Հայաստան Ղարաբաղ սահմանը, երբ որ հայաստանցին, չգիտեմ դուք գիտեք թե չէ, բայց ես իմ դասարանցի Մարտակերտի Պողոսյան Թամարայից էի լսում, որպեսզի գնան Ղարաբաղ, նրանց վիզա էր պետք։ Եթե վիզա չունենան, հայ մարդը չէր կարող մտնել Ղարաբաղ Հայաստանի տարածքով։ Անպայման պիտի վիզա ունենային։ Անունը մոռացա այնքան, Բլբուլյանի անունը ինչ էր։ Լևոն Բլբուլյանի հրավերով 60-ական թվականների, 50-ականների վերջին հրավիրում են Սիլվային եւ վերջապես կարողանում է առաջին գրողներից էր, ասում է, որ մտնում է այդ տարածք, գալիս է 3 օրով ինքն իրեն խոստանալով, որ քանի որ այդ բախտն իրեն վիճակվել է, պիտի լռեմ, ասում է։ Բերանս գոց պիտի պահեմ, բառացի։ Հայտնվում է այստեղ և 3 օրվա այցելությունը դառնում է մի ամսվա և այն ինչ որ տեսնում է իրեն խելագարության է հասցնում։ Մենակ դադիվանքի դեպքն եմ ուզում պատմեմ, ասում է դադիվանքում այնքան անասնակեղտ էր լցված ու անասնա այդ մեզ ասում ամբողջ քաշել էր պատերի մեջ, ասում է ու վանքը փլուզման եզրին էր։ Ասում է ներսում լվացք էին անում, ծխախոտ էին խորանի վրա չորացնում, ասում է սոսկալի վիճակ էր և որոշում է, որ չպիտի լռի։ Մի ամիս հետո հետ է գալիս, ասում է իմ խոսքը չպահեցի և նրանց ակադեմիայի ուրեմն պրեզիդենտին նամակ եկելում ասում է գիտեք, ամեն երկիր երբ որ ունի հնություններ պիտի պահպանվեն այդ հնությունները։ Ասում է ձեր պարտականությունների մեջ է մտնում այդ հնությունները պահել, ասում է, այդ ինչ վիճակում ես գտա
պատասխանը ցինի հնչում է։ Մենք լավ գիտենք մեր երկրի հնությունները եւ շատ լավ էլ պահպանում ենք, բայց ասեմ, որ դրանից հետո ի պատիվ Սիլվայի ոչ թե Մամեդովի մաքրում են, կարգի են բերում, բայց դրան հետևում են սոսկալի հոդվածները, աղվանները եկել են, աղվանական եկեղեցին է, ասում դրսից հայտնված ինչ-որ մարդիկ գալիս են պահանջներ են ներկայացնում։ Ու Սիլվան ինչպես միշտ գիտեք, պիտի լռենք հնարավորության սահմաններում, որովհետև ես էլ չգիտեմ ինչ որովհետև ոչ մի բան լավ չէր։ Քանի որ Ղարաբաղի թեմային անդրադարձանք, հիմա պիտի խնդրեմ Ֆրանսին ու Աննային իրար հետ պիտի արտասանեն Ղարաբաղին նվիրված մի քանի տող Աննան լեզվի հետ կապված, իսկ Ֆրանսը բանաստեղծությունը կոչվում է Հայոց Բարդին, որը շատ գեղեցիկ բանաստեղծություն է նվիրված Ղարաբաղին։ Ղարաբաղի բարբարը Ժայռի նման է այս հին բարբարը, ժայռի պես կոշտ է, չհղկված, ու ժայռի պես էլ կարծր է, համար է, չի պոկի նրան և ոչ մի հարված, շուրթերի վրա այնպես է բարը, ինչպես որ ժայռն է հողում խրված։ Ինչքան մենակ բուսնում են լեռան հետև մեր մի ձորում, ինչքան հեռու իր մորաչքից այնքան բուրն է ուժը լարում, այնքան ավել ճյուղը բռում, հարմատները խորն է խրում, կյանքի հյութով ու սաղարթով այնքան բանց է Հայոց Բարդին։ Ինչքան նրա դեմը փակում խորն է ծածկում լեռը մռավ, ինչքան կոծում կողն են ծեծում շանթ ու անձրև ամփոմը ռայլ, այնքան շանթին ճակատ տալիս կանչում է շատ ու շռայլ, այնքան համառ ձգվում է վեր, այնքան բարձր է Հայոց Բարդին, ձգվում է վեր, որ բարձրանա, որ գլուխը մի կերպ հանի քար ու ժայռից ու Երևանին ասին նայիր, եղել եմ կամ ու կլինեմ ինչ էլ լինի, դու հավատա, լեռներից վեր քարից կարծր է Հայոց Բարդին։ Շնորհակալ եմ երկուսին էլ ու գիտեք, այսօր մի քիչ ոնց որ չի էլ հնչում, բայց վերջինն է մեռնում, մենք չպետք է կորցնենք մեր հույսը։ Նորից կրկնված, ծեծված, ասված, դրված, վերցված բառեր են, բայց եկեք չկորցնենք մեր հույսը։ Հիմա հələ որ աղոթքներով, իսկ հետո արդեն չգիտեմ, ինչ ձևով գուցե կարողանանք ու պիտի կարողանանք հետ բերենք այն, ինչ որ մերն է։ Արդարությունը ասում է հիվանդանում է, բայց չի մեռնում, եկեք հավատանք ու ծափահարենք, եթե ձեր մեջ էլ հատկապես կան Ղարաբաղցիներ, այնտեղ նստած են։ Մի փոքր անդրադառնամ անձնական կյանքին, ինչպես գիտեք, այս ընտանիքը, որի մասին պիտի խոսեմ, երկու հսկաների ընտանիք է, երկու հսկաների, տաղանդավոր Սիլվա Կապուտիկյան և Հովհաննես Շիրազ։ Այդ ընդհանրինը գոյատևել է այդ ընտանիքը 4 տարի, շատ կարճ ժամանակաշրջան, ու իհարկե ավարտվել է իհարկե բարի ավարտ ունի, որովհետև ունեն Արա Շիրազի նման տղա, տաղանդավոր ոչ պակաս քան ծնողներն են։ Ու Սիլվա Կապուտիկյանը շատ ազնիվ է այս կինը, շատ հարցերում և ասում է, նույն կուրսում էինք սովորում, ասում է, ես կուրսի ամենագեղեցիկ աղջիկներից չէի, ասում է, և Շիրազը հերթով առաջարկություն անելով գալիս էր, ասում է, վերջը եկավ հասավից, ասում է, ես էլ անմիջապես համաձայնվեցի, ու ամուսնության արդյունքում իհարկե ծնվում է Արա Շիրազը, երկար չեմ ուզում շատ երկարացնեմ, որտեղ երեկոն շատ բաներ կա պատմելու, ուղղակի ուզում եմ անդրադառնամ մի քանդակին, մի անգամ խոսել ենք երկու ձիերի վրա նստած Անդրանիկ Զորավարի, ուրեմն արձանն է, որի մասին խոսելուց ասում ենք ինչ է դա, ինչի սիմվոլ է, ասում է, ու Սիլվան էլ է ասել, Անդրանիկը միայն կարող է երկու Հայաստանները միավորել, թեկուզ այս տեսքով, որտեղ երկու ձիերը արևմտյան և արևելյան Հայաստանն է միավորված Անդրանիկի սանձահարումով բերեք ասեմ, չգիտեմ։ Անձնական կյանքի մասին ուզում եմ
ու Սիլվան այնքան բարոյական է գտնվել, այնքան վեհ ու բարձր, որ երբեք չի վարկաբեկել Շիրազին բոլորս գիտենք, եւ բոլոր իմաստներով գիտենք, երբեք ոչ մի վատ բան չի ասել իր ամուսնությունից, որտեղ իր ասած եւ Շիրազի ամենափոքր տղայի ասած, ասում Վանանդի, ասում է հասկանում էր, որ չէր կարող երկու մեծությունների ընտանիքի գաղտնիքները դարձնել հասարակության ուրեմն հասանելիությունը եւ Վանանդն ասում է բայց Շիրազը Վանանդը ամենափոքր տղան երևի մի 40-50 տարեկան էլ չկա հիմա քանդակագործել ասում է այնքան էր նվիրված մեզ այդ կինը որ ասում էինք Սիլվա մայրիկ եւ Արա Շիրազնիկն էլ իր մնացած եղբայրների օգուտ մի քանի երեխաները Ամերիկայում են Շիրազն ինչքան գիտեմ հատկապես աղջիկներից Սեղմիր ատամը, դու ամենքի մոտ բացեբաց լալու իրավունք չունես, թեկուզ վիրավոր, թեկուզ արնակամ, զենքերը տալու իրավունք չունես, դու հայ բանաստեղծ, ինչ էլ որ լինի, վերջին զինվորը տել ընկնի հուսահատ, քո ժողովրդի հավերժությանը, չհավատալու իրավունք չունես։ Հայաստանում ծով մի փնտրեք, ծով կարոտանքը մնաց, ծովի ծովը տարավ, քար ու քարանքը մնաց, ցամաքն ընկած ձկների պես թփրտում ենք շնչահեղձ, ախ, շրթներիս վրա դրված, կարտն ու կալանքը մնաց։ Դու մի տխրիր, որ ճակատիդ խորշոներն են տարանում, Լությունը կամաց տված է տարանում, մի տրտնջա, որ խոշնում է ջահել ծաղիկետ կյանքիդ, արհեստական ծաղիկներն են, որ երբեք չեն տարնում։ Աշխարհն ու դարդերը են վկա, քո ուղին դու պիտի բացես, լեռներով, ձոր ու քերծերով ընկնես, ելնես, մագլցես, թե անցումը դառնա անհնար, գլույսի իմ սուտ որոնով, ժայռի մեզ ճամփա ջեղքելով, գեղարդը պիտի կառուցես։ Ես բալիկի մի քիչ շատ ծափահարեց առաջին անգամը։ Հիմա սովորեց։ Ափսոս, որ իմ տղածից ավելին տալ չեմ կարող, հրացնելու պակաս է, նորից և գալ չեմ կարող, գեղչուկ մեր երկ, ինչ թողի, ինչ երկնեցի օրնելու, չհասավ քո մեկ տողի, լծվել էլ լավ չեմ կարող։ Իմիջիալից ես բանաստեղծությունը ուրիշ տոնով և ոճով չէր կարելի ասել։ Շատ ճիշտ և շատ ապրես։ Ապրեմ, Ելնեմ, գնամ հեռու, հեռվից նայեմ ու կարոտեմ, հեռվում ինքս նորից, քեզ արարեմ ու կարոտեմ, շեն ու շքեղ աշխարներում, դեմս ելնես, խեղճ ու մաքուր, ետ գամ խոնար ու ծունկի գամ, ժայռերի դեմ ու կարոտեմ։ Ուրեմն սրա գուտնյակները գիրքը մոտը սա Արսենը չի եկել շնորհակալությունին է, դե ինչ ասեմ դե հայ։ Իսկապես շատ բան եք բաց թողնում, բայց գնացեք, հետ կգաք։ Գնամ կարոտեմ։ Չէ, մի կարոտեք, հետ եկեք։ Ես ձեր ասածները միշտ անում եմ։ Դե ուրեմն շնորհակալություն երեխեքին, շնորհակալություն մեր դպրոցին, շնորհակալություն ինչ ասեմ, ապրես լետաճար, շատ լավ ստացվեց։ Մինչև տխուր պահերը ուզում եմ մի ուրախ պատմություն անեմ հետո նոր։ Համոս Սարգյանը, Մկրտիչ Սարգսյանը, հիշում եք ավտոքալակցիա իր մասին շատ լավ բաներ, ոտանավորներից ենք, շատ ենք անդրադարձել, շատ գեղեցիկ ոտանավոր ունի մեր ավտոքալակցի բանաստեղծը Ղարաբաղի մասին, ու այնտեղ նորից ենք ասում, որ չկա Ղարաբաղ, չկա ավտոքալակ, կա Հայաստան, մենք մի ազգ ենք ու մի ժողովուրդ։ Եվ Մկրտիչ Սարգսյանը ուրեմն Սիլվա Կապուտիկյանը կակազում եք շնորհասը Սիլվա Կապուտիկյանն ու Համոս Սարգյանը ինչ-որ մի տեղից ու խմելու տեղից գալիս են տուն Սիլվան հրավիրում էին մոտ, բարձրանում են վերես, ինչ-որ բային Մկրտիչ Սարգսյանը հոգնած է լինում Սիլվայի անկուղինը կողքը պարկում է վրան ու քնում է
Զանգ Սիլվա Կապուտիկյանին, վերջում է հեռախոսը Մկրտիչ Սարգսյանի կինն է։ Սիլվա ջան ասում է, տեղ էի գնացել, Մկրտիչը միջև հիմա չկա։ Կարող է իմանա ասորես։ Հա, մի անալիստացի, հեսա, կողքից պարկած։ Հեռախոսի մեջ պաուզա, ոնց թե կողքից պարկած է, Սիլվան անգարդ հասկանում է, ամիջապես հեռախոսը տալիս է, ասում է, լավ, մնացածը թող համոն պատմի։ Ու այսպես կարողանում է ուրեմն այդ վիճակից դուրս բերել, շատ գենետիկ պատմություն է իսկապես շատ դուր է գալիս։ Համոն ոնց է տալիս դուրս գալիս։ Համոն հենց է դա, երևի էլի։ Համոնի նման բաներ։ Շատ։ Ուրեմն անցնենք նորից առաջ, բայց ուզում եմ ես մեկն էլ պատմեմ, չկրճատեմ էլ երևի, ուզում եմ բոլորդ ելույթ ունենանք ու լսում եք, ուրեմն մի շատ գեղեցիկ պատմություն կա, Սիլվա Կապուտիկյանը ռադիոյով ելույթ է ունենում, ասում է մեծ գողերը դրսում են, փոքրերը ներսում, ասում է բռնվում են են մարդիկ, ովքեր փոքր գողեր են, ասում է մի մարդու բռնել են 3 ռուբլի 50 կոպեկ գողանալու համար, և գիտեք ինչու ասում, հացի ու դեղի փող է, գուցե չափազանցած Կոշի տղեկը լսում են, Կոշի գաղութի, որ ես ինչ կին է այն մարդես, ինչ բաներ է ասում, ոնց է հասկանում իրականությունը ու որոշում են, ասում են, հրավիրում են իրեն, ասում են արի մեզ մոտ էլ ելույթ ունեցի և գնում է շատ գեղեցիկ ելույթ է ունենում ու վերջում իրեն նվիրում են այդ նկարը կա ձեռնափայտիկ, արդեն Լուսինային էլ ուղարկել է ձեռնափայտ Կոշում պատրաստված գաղութի տղեկի կողմից իրան տալիս են ու անք ամբողջ կյանքում այդ ձեռնափայտը օգտագործել է։ Հիմա լսենք Տիկին Սիրանուշին, Բեզիկանյանների թեման շարունակվում է, հարցների տեսքով Ճիշտ խորավ չի, նազգով չի։ Երկուտում, սկսեցինք, հա, սկսեցինք։ շարունակելով թեման ասեմ, որ Սիլվա Կապուտիկյանը մեր այն բանաստեղծներից է, որ աշխարհի բոլոր լեզուներով թարգմանվել է, բայց ամենաշատը ռուսերեն։ Ու քանի որ այսօր տիրուհին այն օրն ասեց, որ ինքը ելույթ չի ունենա, բայց շնորհակալ եմ իրենից, ինձ ավելի լավ տարբերակ առաջարկեց։
Լսենք Սերգեյին, ուղղակի ռուսերենով, որովհետև հայերենով չի։ Լսենք, հա, ունի թարգմանություններ եւ իրան շատ սիրել են ռուս բանալ, նույնիսկ իր բանաստեղծություններով երգեր կան դեպած ռուսերեն թարգմանված։ Ես համ ժամանակ չունեի, համ մի թեթև նայեցի չգտա։ Լսենք։ Сильва Картикян, Слуцкий перевод. «Осенний сад» называется. «Осенний сад». Слышите меня, да? Очень короткое стихотворение, но шат-сильное. Шат-карча, шат-сильное. Ты полыхай, ты пламеней, ты не бледней, осенний сад. Еще совсем немного дней повремени, о листопад. Ручей, беги, звени, дыши, не стань немым под тонким льдом. Холодный ветер, не туши огонь, пылающий кругом. Там, где горит еще листва, должен дождаться я любви, должен произнести слова, еще горящие в крови. Я, знаете, когда читал стихи, на какое-то мгновение мне показалось, что я один в этой комнате, уютной комнате с моей женой, я читаю ей стихи. Когда вы стали хлопать, я проснулся. Кто-то скажет фантазер, вы знаете, стихи, поэзия, она должна граничить с фантазией. Հիմա լսում ենք երկու սիրունիկներին, Աննային ու Մարինին, ու մի հատ շատ սիրուն ոտակ, եկեք, բան կա, մի քիչ երկար, բայց ուզում եմ լսեք հրաշալի մի, եթե չեք դանդրացել, չեք դանդրացել, դեպեք ենք անում ինչև լուս, լիքը բան մոն պատրել։ Են մի հատ բծիչկա ունդրում եք, էլ եք հարցը չտակ։ Չեմ տալի, էլ չեմ տա, կոֆե էլ կա, խմորեղեն էլ կա, բամբասանք, Բոր-բոր։ I'll
Բայց հիմա ինչ-որ ասում ենք հիմնականում շատ լավ գիրք ունի Սիլվա Կապուտիկյանը գրված, կոչվում է «Էջեր փակ գզրոցներից» հրաշալի, ու ես Արսենից էի վերցրել գիրքը։ Շատ լավ բաներ կան, չգիտեմ, հրաշալի, բայց ես միջոցառում նայեցի գիրքը 1000 տարի առաջ եմ կարդացի, ոչինչ չէի հիշում։ Ու շնորհակալ եմ Արսենին, մյուս երկու գրքերն էլ ինքը տվեց ինձ։ Եվ Արսենի համար նորից ասեմ, շատ լավ գրադարան ունի ստեղծած երեխեք, եթե ուզում եք ինձ ուղարկելա, մեջ 200-ից ավելի գրքեր կան ու երկու հատ կա։ Ես երկուսներ ունեմ, երկրորդն էլ ուղարկել։ Ես ի պատիվ իրեն, ես իրեն մոտեցա ու ասեցի, չգիտեմ, ես մի քիչ շատ եմ սիրում գովել մարդկանց, բայց արագ բանը պիտի գովել, ես իրեն պատմեցի, որ իմ ընկերուհին ռադիոտանն աշխատում եւ իրենց տղաներից մեկին ցույց է տվել գրադարանը, ասել ավելի լավն է, քան թե մեր համալսարանի գրադարանը։ Ու ասեն իր նկատի ունեմ օնլայն գրադարանը, բավականին համակարգված ու շատ լավ է։ Եթե ուզում եք կարող եք ուղարկեմ Արսենին, կարող եք ինքը ինձ ուղարկել։ Բայց այդ չի որ ուզում էի ասեի, այդ գրքի վերնակիրն էի ասում, ուրեմն Սիլվա Կապուտիկյանի վերջին համարյա վերջացնում եք, չենք մի կես ժամ կա։ Վերջին զանգը գրքի շատ կրճատեցի ասեմ, մի երկուսին նույնիսկ արդեն չարտասանելու հնարավորություն տվեցի, թեթևացած շուտկաշին հալուս ջան։ Ուրեմն վերջին զանգը գրքի շնորհանդեսը լինում է բանում, կամերային երաժշտության տանը, եւ կամերային Ռիտա ջան դուրը բացի մարդիկ շոկում են սիրում ջան, դու ուզում ես առաջալի, թե քեզ հարմար է, չխփի մեջքին։ Հա, վերջին ուրեմն զանգը գրքի շնորհանդեսին Սիլվան կանգնում է բեմին, ասում է այսօրվա եւ ռեժիսորը եւ հաղորդավարը, ես ամեն ինչն եմ, ասում է, ու խնդրում եմ, ասում է ձեր ուշադրությունը, որ ինքը պիտի ներկայացնեմ, ժողովուրդը խառնում է իրար ինչ վերջին զանգ, ինչ վերջին զանգ, ասում է, մի անհանգստացեք, մի քանի վերաքննություն ունեմ, ասում է, մինչև դրանք էլ հանձնեմ, կերկարի նորից, ու Սիլվան այդտեղ շատ տխուր է խոսում, շատ տխուր, ասում է, ոգևորված մեր ժողովրդից, մեր հայրենիքից, մեր ցավից, դարդից, ամեն ինչից, որտեղ Սիլվա Կապուտիկյանը մարդը երբ որ իր սխալն ընդունում է, ապաշխարելուց ավելի մեծ բան է, ու ինքը ասում է, ես սխալվել եմ, ընդունել եմ, Ստալինին էլ եմ հավատացել, Կոմկուսին, ընդունվել եմ այդ շարքերը, բայց ապաշխարում եմ, ինչ կարող եմ անեմ, դա էին ժամանակները, անգամ չեմ մատնել, բայց մեկ է, ես ինձ զգում եմ այդ մատնիչների շարքի, Խոստովանեց, ու այդ Գորբաչովին, որ հավատացությունին ես հիշում եմ, շատ իր Զորի Բալայանին չգիտեմ, չեմ էլ ուզում հիշեմ, բայց իրան էլ ենք շատ պարսավել, որ գնացին Գորբաչովի դուրը դատարկ եկան, բայց ասում է ինչ անեմ, խոստացավ ու հետո ասեց ես խոստացել եմ, ես ոչինչ չեմ խոստացել ու կանգնեցին դատարկ տաշտակի առաջ, ես աշխարհի խառը ժամանակներում շատ չեմ էլ ուզում խորանամ, բայց այդ վերջին զանգի շնորհանդեսի ժամանակ, երբ որ շատ բարկացած այդ աշխարհին, Հայաստանին տիրած այդ ռամիկներին չեմ վախենում, ասեմ քաղաքական ինչ չեմ խոսում, կարծիքս։ Ասում է, եկաք տիրացակ, դարձակ ծերեր, ասում է, ու հիմա ասում է, ժողովրդին բերեցիք, ասում է, ու ես մի խոսքով չեմ ուզում շարունակեմ, Օհան Դուրյանն ենքան է, որտեղ պիտի կարդամ, Օհան Դուրյանն ենքան է ոգևորում, որ գնդելիկ ջանով թռնում է այդ բեմի վրա, արտասանում է ոտանավորը, հետո իր գրած երաժշտությամբ մի երգ է երգում, նստում է տեղը, իսկ հաջորդ օրը կաթված հարարինում, այդ էմոցիաները այնքան մեծ են լինում, եւ Սիլվան ինքն է շատ, դա լինում է իր վերջին ելույթներից մեկը, որտեղ շատ էմոցիաներ են դնում այդ ամեն ինչի մեջ, ես եմ դնում calm-down հասնիկ, բայց ինչ եմ ուզում ասեմ, որ հիասթափությունը աշխարհի ամենասոսկալի բանն է, հավատը կոտրած, իսկ մենք բոլորս մեր եւ հավատը եւ չեմ ուզում խորանալ, քաղաքական բայց ուզում եմ կարդամ այդ ոտանավորից մի հատ, մենակ փոքր հատված։ Ես չեմ ապրում արդեն, ու ես չեմ էլ մեռնում, եւ իմ չմեռնելը տևելու է երկար։ Ուր էլ լինեմ, տանը, դրսում, հեռաստանում, ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա։
Դուք փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար, առաջնորդներ չնչին ու քեզ կատար, ստոր, ձեր տեսակին ստորոտն է հարմար, դուք եղջությամբ ստով հասակ կատար, ես չեմ ապրում արդեն, ես չեմ էլ մեռնում, և իմ չմեռնելը տևելու է երկար, ուր էլ լինեմ, տանը, դրսում, հեռաստանում, ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա։ Ամեն։ Քաղաքականությամբ չեմ բախում, բայց ասում եմ բացաթողել ես 4-րդը չկար այն ժամանակ, ուղղված է 3-րդին, նաև 4-րդին բանաստեղծությունը բավականին երկար է, որ լսում ես անընդհատ ուզում ես լավ լինեք, կոչվում է ապստամբություն, եթե կգտնեք, կարդացեք, շատ տխուր տողներ են։ Հիմա ուզում եմ, չեմ ուզում անընդհատ տխուր, ուզում եմ ֆրանսախոսի շատ գեղեցիկ մի բանաստեղծություն կա, որ կոչվում է փորձաքար ժողովուրդ, իսկապես փորձաքար ենք, մեր վրա փորձում են աշխարհի վրա տարածում։ Ու չեմ ուզում, որ վատը լինի, բայց գոնե վատերը տարածենք, լավերը չեմ բաղնենք։ Դու փորձաքարին ժողովուրդ ինչքան էլ որ խոր մոլորվես, երկրպագես կորքերին սուտ, ես մոր նման ներ ունեմ քեզ։ Դու տակլուկ սասնադավի, դու իմաստուն սասնամահեր, թեկուս և ծեր ու ալեհեր, բայց մնում ես դու միամիտ։ Հավատացիր, թե հիրավի գարին դարձավ ընկուզաչապ, ու դուրս եկար քարանձավից ու խապվեցիր դու չարաչար։ Այնքան դառն է կյանքդ ու գորշ, որ գալիքդ իրականում, որ հակում ես աչքդ ու քո խապկանքին ես հապավինում։ Ու տեսնում ես ամեն ինչ վառ, թև ես աղնում չեղած տեղից, նորոթում ես բնազգավար ու հարնում ես մոխիրներից։ Քո խապվելն է քեզ պահպանում ու հին խոսքդ Աստված կտա։ Դու մի ֆերով ապրող մանուկ, դեռ հավատա։ Դեռ հավատա։ Այս տեսակի տղեկ ունեցող ժողովրդին եկեք հավատանք, մենք ճանք չունենք, հավատը կոտրել եք մեր մեջ, բայց եկեք են, որ ասմապյունիքի պես, չեմ լավ եք շատ եմ Չի համոզել, որ հավատանք, հավատը մեզ հետո է մերնում։ Այո, ասմապյունիքի Ոչ թե ներչում, այլ մեզից հետո։ Վերջին անգամի զգացողությամբ ուզում եմ ասելիքս, ես ուզում եմ ասել ասելիքս, ես հանգիստ եմ նայում օր-օրի մոտեցող վախճանից, այնպես ինչպես պարզ անուտին բարերով ժողովուրդն է վերաբերվում մահվան գաղափարին, մի օր ծնվել ենք, մի օր էլ պիտի մեռնենք, այս աշխարհից հեռանում եմ իմ շնորհները լրիվ իրացրած ու գնահատականի արժանացած մարդու հոգեվիճակով, հաշտ անգրիվ,
Միակ բանը, որ անքուն է դարձնում իմ գիշերները, այն է, որ թողնում եմ իմ ժողովրդին այսպես պատրանաթափ, հայրենի տերերից խաբված ու թալանված, օտար պետությունների տնօրինությանը ենթակա ու գալիքը անորոշ։ Եվ սակայն ինչ է լինի, կյանքս ինչպիսի ավարտ էլ ունենա, ես օրհնում եմ նախախնամությանը, որ զավակն եմ հայ մեծ ժողովրդի, որ ծնվել եմ նրա դժվար ու քարքարոտ հողում, որ բաժանել եմ նրա դաժան ու քարքարոտ ճակատագիրը, որ մորս գրկից իջնելու պահից մինչև այս պահը քայլել եմ ոտքս այս հողին դիպցնելով եւ նրա ուժն ու ավիշը մեջս ունենալով դարձել եմ նրա բանաստեղծը։ Ծափահարեք Սիլվային։ Ես չեմ ուզում ասեմ ես էլ, բայց ես էլ ունեմ, որ սխալ եմ լինում, ասում եմ այմ սխալ եմ։ Այս տեսակի սխալներ գործելուց հետո այս կինը այսքան ապաշխարել է եւ այդ գրքում շատ էջերփակ գզրոցներից գրքում շատ խոստովանանքներ անում, որ ինքը իսկապես սխալվել է։ Հիմա չգիտեմ, գուցե այդ սխալների արդյունքում մենք եկել ենք հասել ենք, բայց չեմ կարծում նման բանաստեղծուց որևէ բան կապված լիներ, թեկուզ հասել էր Գորբաչովի դուռը։ Վերևներում արդեն գրված էր, ուր պիտի հասնենք եւ ուր պիտի գնայինք, Ղարաբաղն արդեն երևի վաղուց տրված էր, ես չեմ որոշում, չգիտեմ, գուցե սխալ եմ։ Այնքան եմ սխալվել, ես չեմ ուզում, ես նորից քաղաքականությունից չեմ խոսում, բայց իսկապես այս մարդկանց այս ցավը տարավ ու եկնեք իրանց, որ միջև այսօր չհասան։ Գոնե Ղարաբաղ երկելով գնացին։ Երևի եկնեք իրանց, չգիտեմ, ես չեմ որոշողը, ես Աստված չեմ, ես հոգևորական չեմ։ Ես եմ բոլորս էլ իրար նման մեկը։ Եվ ամենամեծ պատգամը մի տուն ընդամենը, գիտեք, Սիլվա Կապուտիկյանին չեմ կարող առանց իմ խոսքին որդունից, ամենավերջին պատգամը լսենք ու ամեն մեկս մեր տները գնանք, այդ պատգամը մեր հետ տանենք, մեր թորներին ու երեխաներին սովորեցնենք հայերեն։ Հայրենիք անգամ չունենանք, լեզուս պապանվի, գոնե լեզուն ունենանք։ Ուր մեծ պիտի ունենանք։ Ոսի, ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, թե մորտան քաղաքից անես, քո մայր լեզուն չմոռանաս։ Ես բան չեմ հասկանում, ոնց այդ միտքը տալիս որ կարելի մորը մոռանալ։ Սիրգան ենքան դեպքեր կա, որ մորանվել կա այդ դեպքեր, բայց այդ չեմ ուզում ասեմ։ Այս անգամ մի ուրիշ Աննանուր Հակոբյան, մի ուրիշ ձևաչափ կա, որոշել եմ համել անդրադառնանք, ես Չիլոյի մասին շատ եմ պատմել, շատ, Սլավիկ Չիլոյան, իմ ուսանողական տարիների 75 թվին ամաղացել, ու այս տարի իր համար հոբելյանական 40 թվի ծնված է։ Իմ յութուբյան ալիքների միջոցառումների ժամանակ երևի Ֆրանսը կհիշի, ես արտասանել եմ այս բանաստեղծությունը, երկու բանաստեղծություն ամնում, մեկը սա, մեկն էլ Էլի Կապուտիկյանով պիտի վերջացնենք, Վանին ու իր մորն ու տատին նվիրված բանաստեղծությունը, բայց հիմա լսեք Սլավիկ Չիլոյանի «Գիտես ինչ Հայաստան», հետո դուք կլսեք նաև Բաբկեն Չոբանյանի կատարմամբ «Հրաշքը», ու հիշեք այս անունը, Սլավիկ Չիլոյան։ Հայաստան, գիտես ինչ Հայաստան, քեզ հետ մենք այնքան երկար ենք ապրել, որ մեր ծիծաղն ու լացը դարձել է մոր ու մանկան փոխհարաբերություն, դարձել է զրույց հիավանդական, ավելի մտերիմ մի խոսակցություն։ Գիտես ինչ Հայաստան, էլ ախ ու վախ չանենք, մենք քո մեջ, դու մեր մեջ, այնքան ենք փորփրել, և մենք քո դու մեր եղածն այնքան ենք լույս աշխարհ հանել, որ արդեն գիտենք, թե որքան արժենք, և միմյանց գովելու կամ հաջողության բնավ հարկ չկա։ Հետո գիտես ինչ Հայաստան, դու մեր, մենք քո համար այնքան ենք տառապել, որ հիվանդացել ենք միմյանց սիրուց, ու վաղուց, դեռ մանկուց դարձել ենք հանրահայտ ողջ աշխարհի մեջ։ Ի վերջո, գիտես ինչ Հայաստան, քո կլոր ու մեծ արևով,
քո բիբլիական սարով ու քո խորությամբ մեր աչքերի մեջ այնպես ես նկարվել, որ աշխարհի ուզած ընտանիքներում անգամ մեր ով լինելը, թե ուզենանք էլ, չենք կարող ծրարել։ Սլավիկ Չիլոյան, Միշեք Չիլո, շատ պատմել եմ իր մասին, թե ինչքան շատ է խմում, որ տղա է եղել, ընկել է գլուխը քարին է կպել, շատ երիտասարդ հասակում մահացել է, մեր ուսանողական տարիներին ամենայն դեպս ինքը հայտնի է։ Ու մահացել է, ես պատմել եմ Թեմուր Նոցի մասին, Թեմուր Նոցը իր անունը ինչքան պարտքեր ուներ, եւ իր ընկերները թեկուզ ի պատիվ Թեմուրին, որը Թեմուր Նոցի տերն էր, երբ որ ուզեցել են պարտքերը, ասել է չէ, չի վերցրել, այդ պարտքերը մնացել են այդպես էլ թղթի վրա։ Ուրեմն մի հատ էլ ծափարեք Սլավիկին, մի ոտանավորեք։ Ուղղակի չկարողացա չդնեմ, պիտի լսենք։ Պանին տատին ու իր մորը նվիրած բանասարքությունը։ Շատ գեղեցիկ է, շատ։ Սենամուհի գեղամանին հանձնել է, ես կուզենայի քանի որ վանից խոսեցինք և մոր թեման շոշափվեց, Գայանես Ամելյանը մեզ ներկայացներ բանի թեմայով մի հրաշալի բանաստեղծություն։ Կարամ այդ լսեք, ամբողջ բանը կտեսնեք։ Երես տեսա, ու երազում վաներ ու էգիստան, մեր խաչվողանն էր երևի, դուր հայրենի տան։ Երբ ներս մտա տեսա կանգնել ծաղկաջերմակ այգում հասակակից երեք աղջիկ քչքչում են թափում։ Դալար, մալար երեք աղջիկ, երեք քույրերի պես, ես գլխի եմ ընկնում անկարծ։ Տատս է, մայրս է ու ես։ Մսաֆերի օթաղն է սա, թախտեր, գորգեր, բարձեր, ներս ու դուրս են անում անվերջ, սկեսուր, սկեսրայր, տագրեր։ Երեք օրոցքի օրորվում նխշուն մանկիկներով, օրոցքի մոտ երեք հարսներ, աչկումով ու գորով, արմաղ, շարմաղ երեք հարսներ, դեր չխոսկանու ես, և ով զերմանք, մենք ենք նորից, տատս, մայրս ու ես։ Խռնվում է շուրջս մեկ են, պայթյուն, իրարանցվում, վանում կրիվ է, հրդեղներ, գոր ֆանֆարն է կանչում, հոգնածուհեք երեք կանայք, գրվին հաց են տանում, երեք կանայք գաղթի երթում, հազիվ քայլ են անում, Երևանի պատերի մոտ կանգ են առնում կարծես մի հարցրեք, մենք ենք նորից, տատս, մայրս ու ես։ Մի խեղճ տնակ ամիրյանում ու գաղթական մի բակ, հետո փարթամ մայրաքաղաք, բնակարան ու կայք, չորս բոլորովուրդիկ, թորներ, իրենք տարիքն առած։ Դեռ մնում են դարձի ժամին ու մորմոքում անտես, էլ ուրիշով, մենք ենք նորից, տատս, մայրս ու ես։ Այսպես գալիս ու անցնում են օրեր ու տարիներ, հանգչում են մունջ երեք շիրիմ, նորքի բարձունքնի վեր, հանգչում երեք այրված հոգի, խոր խրոված բախտից, մահից հետո արդեն դարձած իրոք հասակակից, նույն խուլ բախտով աշխար եկած, նույն երազով անեզր, նույն կարոտով իջած շիրին, տատս, մայրս ու ես, Սիլվա Կապուտիկյան։ Հաղթը, հարս ու աղջիկները, հետո պատերազմը, գրակը, մի խոսքով հրաշք է։ Ապրի Սիլվա Կապուտիկյանը և ապրենք մենք, նորից տապ հարենք։